Սուրբ Հովան Մանդակոնի ճառեր Կարկուտի ահավոր հարվածների մասին Բազում տեսակների են Աստծո սպառնացող պատուհասները, որոնք նա մեզ գտալով մատակարարում է մեր իսկ օգուտի համար։ Թեպետ և դրանք երևում են իբրև ցասման արտահայտություններ, սակայն արտահայտությունն են Տիրոջ մեր հանդեպ հայրական խնամքի և գութի։ Երբ արհամարհում ենք Աստծո պատվիրանները և մեր կամքով շարժվելով մեղքեր ենք գործում, ներում և համբերում է, սպասելով մեր դարձին ու ապաշխարությանը, բայց երբ ոչ գեհենից վախենալով և ոչ էլ անանց բարիքների փափագով չենք շտապում ապաշխարել, կամենում է փոքրինչ արթնացնել մեր ծուլությունն ու դանդաղկոտությունը փոքրիկ պատուհասներով, որպեսզի խրատվենք ու զգուշանանք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր սիրտը քննելով ճանաչի իր անօրենությունները և զերծ մնա, հեռանա մեղանչելու չար սովորությունից և փրկվեն հավիտենական տանջանքների ահավոր աղետներից։ Իսկ եթե այս էլ արհամարհենք և չփութանք ապաշխարությամբ հաշտեցնել Աստծուն, նա մեզ ճաշակել և ըմպել կտա ուրիշ դառը պատուհասներ, մեզ վրա կհեղի կթափի ահավոր պատիժների բազմությունը, չարաչար սպառնալիքներով մեզ կխմեցնի իր բարկության ահագին մրուրը, որովհետև խրատի գավազանի միջոցով նախապես չփութացինք հաշտեցնել իրեն։ Եթե փարավոնը խրատվեր առաջին պատժով, մյուս 10 հարվածները չէր ճաշակի, եթե ամով սմարգարեի օրերին ժողովուրդը ապաշխարեր առաջին պատժով, ատամնացավը, դալկությունը, մարախը, կարկուտը, սաստիկ երաշտը, սոսկալի սովը, չարաչար հարվածներն ու տարաժան մահերը չէր ճաշակի։ Այդ պատճառով էլ հարկ է, որ յուրաքանչյուր ոք զգուշանա չար ճանապարհից, որպեսզի ուրիշ չարաչար պատուհասների բազմություններ չավելանան իր վրա, որովհետև երբ ավելանում են մեր անօրենությունները, այն ժամանակ էլ պատիժներն են թափվում մեզ վրա, բայց Աստծո նախախնամությունն այդ ամենը նույնպես մեզ վրա բերում է մեզ նախախնամելով, քանզի երբ մոռանում ենք Աստծո երկյուղը և ավելացնում ենք մեր չարիքները, նա չի կամենում հենց այդ ժամանակ, մեղքի մեջ, առանց ապաշխարելու հնարավորություն տալու կորստյան մատնել որևէ մեկին, այլ ապաշխարության ժամանակ է շնորհում։ Եթե չենք ապաշխարում, կրկին խնայում է մեզ, որպեսզի դառնանք մեղքերից, և կարկուտով, մորեխով և կամ այլ տեսակի պատուհասներով հարվածում է մեր անդաստաններին, որպեսզի մենք ճանաչենք մեր մեղքերը և ապաշխարենք։ Եթե այդպես չենք ապաշխարում, մեր պատճառով զանազան հարվածներով հարվածում է մեր անասուններին, իբրև պատժապարտների, որպեսզի մենք զղջանք։ Եթե դրանից հետո չենք ապաշխարում, կամ մեզ վրա դժնդակ երաշտով փակում է երկինքը, կամ բացում է չարաչար առատությամբ, որպեսզի փչանա ամեն բան։ Եթե այդպես չենք ապաշխարում, մեր ոտքերի տակ դողացնելով շարժում է երկիրը և ասես ձայն է տալիս մեզ, մեր մեղքերը ճանաչեցնելու համար, բայց չի ընկղմում մեզ, որպեսզի դառնանք մեր մեղքերից և ապաշխարենք։ Եվ եթե այդպես էլ չենք ապաշխարում, մեզ վրա է առաքում չարաչար հիվանդություններ, կամ անժամանակ մահեր, կամ մարմնի խեղություն, կամ անբժշկելի հիվանդություններ, կամ դիվական ցավեր և պես հիվանդություններ, ինչպես Պողոսն է ասում. դրա համար ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ անժամանակ մեռան։ Ուստի և հարկ է, որ դուք պատուհասների պատճառով դառնաք և ապաշխարեք և չընդունեք բազում և սոսկալի պատիժների հույլերը, դրանցից հետո էլ անշեջ հուրն ու հավիտենից տանջանքները։ Արդ յուրաքանչյուր ոք թող քննի իր խիղճը, ճանաչի իր հանցանքների բազմությունը և չկարծի, թե Աստված անիրավ է, երբ հեղում է իր բարկությունն ու ցասումը, այլ գոհություն տուր նրան, ներող և արդար դատավորին, որովհետև այն, ինչ անում է Աստված, ոչ թե նրա բարկության, այլ նրա ողորմության արտահայտությունն է։ Ահա համայն աշխարհը ջնջած ջրհեղեղը ոչ թե նրա բարկության, այլ նրա ողորմության նշանակն էր, որովհետև երբ մարդիկ չկամեցան զղջալ և ապաշխարել տապանագործ Նոյի քարոզությամբ, որ ուրաքի ձայնով հնչեցնում էր բոլորի ականջներին, արագ վրա հասած մահվամբ դադարեցին իրենց անթիվ մեղսագործություններից, թեև իրենց չար գործերի համար սաստիկ տանջանքներ ընդունեցին, բայց մահվամբ փրկվեցին այն ամենից, ինչ հաջորդ օրն էին կամենում գործել։ Պարզ է, որ ջրհեղեղը ողորմության նշանակ եղավ նրանց համար, ովքեր չկամեցան զղջալ և ապաշխարել։ Նույնը նաև Սոդոմայեցիների մասին իմացիր, քանզի նրանք հրի պես թափվող կայծակներից կործանվեցին,
ոչ թե իրենց բարի գործերի, այլ իրենց սաստիկ անօրենությունների եւ ապականիչ ընթացքի համար, որովհետև նրանք բանտարկված էին իրենց զազրելի գործերի մեջ, արագ մահվամբ փրկվեցին բազում պղծություններից։ Բայց ձեզ Աստված մոտեցել է իբրև որդիների, խրատելու եւ բժշկելու եւ ոչ վիրավորելու, այժմ հայտնի դարձնելու ձեր անօրենությունները, այլ ոչ թե պահելու հավիտենական ամոթի եւ տանջանքների համար։ Ձեր անդաստաններին հարվածում է ձեզ համար, որպեսի զղջան ձեր անձերը, թերևս ագահության չարախտով լցված ընչաքաղց ու շահամոլ էիք, եւ նա կարճել կամեցավ, եւ կամ ձեր ցոփ ընթացքից ու հաճույքից հափրացել էիք, եւ չքավորությամբ խոնարեցնել կամեցավ, կամ առատությունից կշտացած մարմնապարար ցոփության փորի ու անպիտան եք դարձել եւ մոռացել եք Աստծո երկյուղը, եւ այժմ փոքրինչ աղքատության ու նեղության միջոցով հիշեք, խնդրեք եւ աղաչեք նրան, եւ կամ էլ ձեր մեղքերով բարկացնում եք նրան, եւ նա արթնացրեց ձեզ, որպեսզի ապաշխարեք։ Ահա նրա բարկությունն ու ցասումը նշանակը եղան նրա ողորմածության եւ ոչ բարկության։ Այլ երբ իր ողորմածությունը ցասմամբ է ցույց տալիս, դադարում են մեղքերի բազմությունները։ Ստուգեցեք ձեր խորհուրդները, քննեցեք ձեր սրտերը եւ գտեք ձեր բազում մեղքերը, որոնց պատճառով երկրի վրա են թափվում բազմաթիվ պատուհասներ, որովհետև չար սատանան միշտ դեպի չարիքն է մղում մեզ եւ մեր մտքում փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք, եւ մենք անմտաբար արհամարում եւ չնչին մեղք ենք համարում, եւ մեզ վրա դիզվում կուտակվում են մեղքերի շեղջերը։ Ոմանք նեղացնում եւ կտրում են ընկերոջ արտերի սահմանները, որի մասին մարգարեն ասում է. «Վայ նրանց, ովքեր անօրինաբար տանը տուն են կցում, եւ սատանան այն փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարեն։ Ոմանք կտրում են իրենց աշխատողների վարձը, նրանք արյուն թափողների պես են համարվելու, եւ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարեն։ Ոմանք նախանձով են նայում եկեղեցու նվերներին եւ խաբում են Աստծուն, իրենց ոչխարների, կալի եւ հնձանի լավագույնը իրենց են պահում եւ խաբում են Աստծուն, նրան մատուցելով խոտանն ու անօգուտը, որի մասին մարգարեն ասում է. անիծյալ լինի այն մարդը, ով ընտիրն իրենն է պահում եւ արատավորն է մատուցում Աստծուն։ Կայենը նույնպես դրա համար անիծվեց, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք շատախոս լեզվով չեն դադարում բամբասելուց, իրենց ընկերոջ մասին գաղտնի խոսելով, որի մասին ասում է. եթե մեկը հաղորդվում է տիրոջ մարմնից եւ ընկերոջ մասին չար է խոսում, երկնային սուրը կշողա նրա շրթունքների վրա, եւ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք ապականված են որդկրամոլության մեջ, որոնց մասին Պողոսն ասում է, թե հարբեցողներն ու բամբասողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու, եւ սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք աներկյուղներն ու պակասամիտները անամոթաբար թատրոն են գնում եւ աներևույթ նետերով վիրավորվում են դիվամոլ տեսարանից, թեև մարմինները ոչ, բայց հոգիները պղծելով ապականում են, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք ոչ թե Աստծո երկյուղով, այլ միայն ըստ սովորության են եկեղեցի մտնում եւ իրենց անձերը դատարկ խոսքերով են զբաղեցնում, եւ արհամարելով Աստծուն փառաբանող պաշտոնյաներին աղոթքները մեղքի են վերածում եւ գնում են դատապարտված, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք Աստծո սիրուց հեռանալով եւ Սուրբ Հոգու շնորհներից անջատվելով կամ պղծությամբ են հաղորդվում Սուրբ Խորհրդին եւ կամ հանդգնությամբ հեռանում են նրանից, երկուսն էլ դատապարտվում են չարաչար տանջանքների, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք արհամարում են նրա մկրտությունն ու հարության հույսը եւ հեթանոսական անհուսությամբ են ապրում, լաց են լինում մեռելների վրա, որ Սուրբ առաքյալներն արգելում են քրիստոնյաներին, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք թողնում են քրիստոնեական հավատն ու խաչի զորությունը եւ հմայությունների, հուռուտքների, ավելորդապաշտության, ջութանքների եւ դիվական հրապուրանքների են հետևում, որ կատարյալ կռապաշտություն է եւ աստվածային օրենքների մերժում, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք իրենց լեզուն սովորեցնում են աներկյուղ երթվելու եւ սուտ երթումի, որի մասին Քրիստոս պատվիրեց, թե ամենևին մի երթվիր, այլ թող ձեր այոն այո լինի եւ ոչը ոչ,
դրանից ավելին չարից է, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք հարստահարում են որբերին, այրիներին ու պանդուխտներին, եւ իրենց զրպարտողների առջև հառաչել են տալիս նրանց, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք նեղում են իրենց դրացիներին, իրենց տարածքները ընդարձակելով եւ նվազեցնելով ընկերոջ բաժինը, որի մասին մարգարեն ասում է. «Վայ նրան, ով տանը տուն է կցում եւ ընկերոջն արտաքսում», եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք դատաստանի առջև խլում են այրու իրավունքը եւ մեծարում են հարուստներին եւ անօրեն կաշառքներով դրժում են օրենքը, որի մասին Գիրքն ասում է. «Կաշառք վերցնողները հրապարակներում պիտի անիծվեն եւ անեծք պիտի բնակվի նրանց տներում», եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաշխի տոկոսներով հարստություն են հավաքում, լցնում են իրենց տները, որի մասին մարգարեն ասում է ողբալով. «Վայ նրան, ով անօրենությամբ է հարստություն հավաքում», եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաճառելիս խնայում են եւ կսկծեցնում են գնողների սրտերը, չնայելով արդարակշիռ վաճառողներին, ջանում են փոքր բաները թանկ եւ մեծ բաները էժան վաճառել, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ուրիշները չունեն արդար չափ ու կշեռք, այլ նվազեցնում ու բարձրացնում են մարդկանց շփոթեցնելու եւ խաբելու համար։ Այս մասին մարգարեն ասում է. «Աստծո առջև պիղծ է երկակի չափը», եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վրեժ լուծելու համար ընկերոջ արտերն ու շտեմարաններն են ավերում, առավել մոլորվածները սատանայի խորհրդով հանդգնում են հրդեհել նրանց տները, եւ նրանք բազում արյան պարտապան են դառնում, թեև մարդիկ փրկվեն էլ մահվան հրից, սակայն նա, ով գցում է կրակը, ըստ հրդեհից փրկված մարդկանց թվի, պարտապան պիտի լինի մարդասպանության վրեժին, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք առանց հոգևոր պատճառների հարկադրանքի հոժարում են Աստծո թշնամիների հետ սեր եւ բարեկամություն անել եւ բարեկամանում են անհավատների, հրեաների, հեթանոսների եւ հերձվածողների հետ, որի մասին մարգարեն ասում է. «Քո նավերը խորտակվեց այն պատճառով, որ բարեկամացար Աստծո թշնամիների հետ»։ Եվ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք ինչպես պակասամիտներն ու Աստծուց երկյուղ չունեցողները, թեև ոչ բռնկությամբ, բայց չարաչար նախանձից ու շվայտաբարո անպարկեշտությունից թելադրված, չարաչար տանջում են իրենց ամուսիններին կարծեցյալ բռնկությամբ եւ երբեք չեն դադարում մեղանչելուց եւ խռովությունից, այլ մշտապես անդադար մեղանչում են քենով եւ աղաղակով։ Եվ վայ նրան, ով կասկածում է, վայ նրան, ով կասկածի տեղիք է տալիս, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք տրտմեցնում են իրենց ծնողներին եւ անարգանքով ցավ են պատճառում նրանց սրտին, որ պատվիրանը հրամայում է պատժել։ Ոմանք չեն խրատում իրենց զավակներին, այլ անուս ու թափառական են թողնում նրանց, եւ նրանց փոխարեն իրենք են պատիժներ ստանալու։ Ոմանք ստահակ ծառաները մարդկանց հաճելի երևալու համար արհամարում են իրենց տերերին, հասնելով իրենց իսկ դատապարտությանն ու պատժին։ Ուխտավորներից ոմանք, որ ոչխարներ էին ընծայաբերում, դրժեցին իրենց ուխտը, ստեցին եւ երթման դաշինքը արհամարեցին։ Կուսաններից ոմանք կամեցան Քրիստոսին հաճելի լինել հագուստներով ու արտաքին կերպարանքով, որ չարաչար շնություն է։ Կրոնավորներից ոմանք Աստծո երկյուղով չեն պարկեշտանում, այլ մարդկանց աչքին կրոնավոր երևալու համար են մնում այդ վիճակի մեջ եւ սնափառության ախտով հիմարացած Աստծուն անգետ են դարձնում, որի փոխարեն պոռնիկներից ու հարբեցողներից առավել պիտի դատապարտվեն։ Ոմանք մոլությամբ ու չարությամբ նախատում ու բամբասում են եղբայրներին եւ նրանց թշնամանքն առաստված է բարձրանում, որովհետեւ նրա գործերն են հայհոյում, որովհետեւ երբ անարգվում է գործը, անարգվում է նաեւ գործողը։ Ոմանք չարանում ու նախանձում են եղբոր առաջադիմությանը եւ ուրախանում ու ցնծում են նրա անկումով ու աղքատությամբ, որ Աստծո առջև ահավոր մեղք է եւ խիստ մեծ անօրենություն, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Նաեւ ըստ սովորության եւ մարդկանց հաճելի լինելու համար ենք աղոթում, ըստ սովորության ենք հաղորդվում Տիրոջ մարմնին ու արյանը, ըստ սովորության ենք ծառայություն կատարում, այլ ոչ թե ահով, երկյուղով,
հոգու սիրով եւ ամենայն հոժարությամբ։ Թողնենք եւ չխոսենք անթիվ ու բազում ուրիշ հանցանքների, ամբարտավանությունների, գողությունների, պոռնկությունների, սպանությունների, նենգությունների, կռապաշտությունների եւ առավել արյուն արբուն նախանձի, պիղծ ողակալության, ընկերոջ հանդեպ անհաշտ թշնամության մասին։ Դրանք գործողները մշտապես մարդասպաններ են, մշտապես մեղքերի մեջ, եւ սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Եվ արդ անօրենությունների այս բոլոր բազմությունները մշտապես խլրտում են մեր մեջ, արդյոք կհամարձակվենք ասել, թե ինչու են մեզ վրա թափվում Աստծո պատիժներն ու ցասումը։ Իր ողորմությամբ նա երկար ժամանակ համբերեց եւ արգելեց իր բարկության ու սրտմտության ձեզ վրա թափվելը, ակնկալելով ձեր դարձն ու ապաշխարությունը։ Եվ որովհետև մնացիք առանց զղջումի եւ ապաշխարելու, ձեզ փոքր-ինչ համտեսել տվեց իր սպառնալիքներից, որպեսզի ճանաչեք, որ կա մեկը, ով դատում է մեր անօրենությունների ողջ բազմությունը։ Նա իր բարկությունը չի թափում մեր մեղքերի չափով, այլ բազումից մի մասը միայն, որպեսզի մեզ խրատի, որպեսզի իմանանք, որ կա գեհեն եւ հավիտենական տանջանք, որով դատելու է մեր անթիվ ամբարշտությունները։ Եվ արդ, ահա իմացեք Աստծո զորությունը, ճանաչեցեք նրա մարդասիրությունը։ Այսուհետև մի նմանվեք փարավոնի ամբարշտությանը եւ մի խստացրեք ձեր սրտերը, այլ հիշեցեք ձեր անուղիղ գործերը։ Յուրաքանչյուրդ ետ դարձեք ձեր ճանապարհից եւ աղաչանքով ու պաղատանքով խնդրեցեք ուղիղ ճանապարհ, որպեսզի ձեզնից վերանան այլ պատուհասների բազմությունները, դադարեն ահեղ տանջանքների սպառնալիքները, եւ եկած պատուհասներն ու ցասումը մեղքերի թողություն համարվեն, ինչպես մարգարեն է ասում. Տեր, տուր մեզ քո խաղաղությունը, քանզի ըստ մեր բոլոր գործերի հատուցվեց մեզ։ Դուք նույնպես Տիրոջ ձեռքից ստացաք ձեր մեղքերի փոքր-ինչ հատուցումը, որ ձեզ համար փրկության դեղ եղավ, արթնացնելով ձեզ ապաշխարելու։ Արդ Սոդոմաբար մի պարծեցեք անզղջությամբ, այլ նինվեաբար ապաշխարեցեք, լաց լինելով ու հառաչանքներով ձեզ հետ հաշտեցրեք երկնավոր Հորը, ով խրատում է ձեզ, իբրև սիրելիների, այլ ոչ թե անտեսում է, իբրև խորթերի եւ ատելիների։ Եվ թեև միառժամանակ տրտմություն եք համարում այդ խրատը, բայց հետո կհասկանաք, որ նրանով ընդունեցիք զղջում, ապաշխարություն եւ մեղքերի թողություն, որովհետեւ Տերը խրատում է նրան, ում սիրում է, որպեսզի սրբված եւ մեղքերից քավված պահի։ Եվ եթե գոհանաք Աստծո արդար դատաստանից, թե հիրավի ստացաք այնինչ, որ գործեցիք, Աստված կարող է ձեր անդաստաններում մնացած սակավ պտուղը բազմացնել, ինչպես այն 5 նկանակը, որպեսզի բավականանաք եւ լիանաք։ Բայց դուք չափազանց առատություն մի խնդրեք, այլ նախ խնդրեցեք մեղքերի թողություն եւ ձեր հոգու բժշկություն, եւ այդ ամենը կավելանա ձեզ։ Եվ Աստված, որ մեծ է ողորմությամբ, սերմ կտա սերմնացյանին, ուտելու հաց կպարգևի ձեզ եւ կաճեցնի ձեր արդարության պտուղները։ Դուք ձեր ամբողջ լիությունը ստացած եւ Աստծո ողորմությամբ առատացած կլինեք, որպեսզի լիացնեք չքավորների, որբերի եւ նեղության մեջ գտնվողների կարոտությունը։ Այդ է ձեր բոլոր մեղքերի եւ անօրենությունների քավությունը։ Այդ է ճանապարհը, որ տանում է ձեզ դեպի արքայության օթևանները։ Այդ է նավը, որ տանում է դեպի խաղաղության նավահանգիստ։ Եվ այդ է դուռը, որ մտցնում է ձեզ անուշաբույր դրախտի փափկության մեջ, սուրբերի եւ արդարների լուսեղեն եւ հավիտենական խորանները։ Նրանց հետ նաեւ մեզ թող արժանի դարձնի վայելելու Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու փառքի շնորհները այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։